Բարև ձեզ։ Առաջիկա 30 րոպեների ընթացքում մենք խոսելու ենք նուրբ, բարդ եւ միաժամանակ շատ կարեւոր հարցերի մասին, որոնք այս օրերին գտնվում են հանրային քաղաքական շրջանակների ուշադրության կենտրոնում։ Այդ հարցերից մեկը վերաբերում է պետություն-եկեղեցի հարաբերություններին, ինչպես տեսնում եք, շարունակվում է հակամարտությունը պետական բարձրաստիճան պաշտոնյաների եւ եկեղեցական բարձրաստիճան սպասավորների միջեւ, որն արտահայտվում է հրապարակային կոշտ հայտարարություններով։ Փորձելու ենք հասկանալ այս հակամարտության իրական պատճառները, իրական, իրավական, բարոյական, անձնական, թե ինստիտուցիոնալ։ Փորձելու ենք հասկանալ, թե ինչ ազդեցություն ունի սա երկու կողմերի պետական ինստիտուտների եւ եկեղեցու հեղինակության եւ հանրային վստահության վրա, փորձելու ենք քննարկել, թե որոնք են այս հակամարտության քաղաքական համատեքստերը, լինի ներքին, թե արտաքին։ Սա Ազատ զրույց Free News-ի եթերում ես հիմա զրուցելու եմ հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, Վերջին օրերին տրենդային է դարձել եկեղեցի պետություն հարաբերությունները կամ եկեղեցական բարձրաստիճան սպասավորներ եւ պետական պաշտոնյաները, ցես իրական պատճառները այս հակամարտության որոնք են։ Դրանք իրավական են, քաղաքական են, բարոյական են, մինչ անձնային են, թե ինստիտուցիոնալ։ Բոլորը բացի միջանձնայինի վերածվել են, քանի որ ձեր նշած բոլոր հարթություններով խնդրեմը կա եւ մնում է չլուծված։ Եվ այդ չլուծված լինելու բերումով էլ վերածվել է այո նաեւ միջանձնայինի։ Սա ոնց որ որպես ուղիղ պատասխան ձեր ուղիղ դրված հարցի, հա, փորձենք հասկանալ, թե ինչն է խնդիրը։ Այո, պատմությունից միշտ գալիս է, որ քրիստոնեական եկեղեցին, որ ի տարբերություն այլ կրոնների հիերարխիա է, այսինքն համակարգ, վերտիկալ ինտեգրված համակարգ, մշտապես խառնվել է քաղաքականությանը։ Միջին դարերից կաթոլիկ եկեղեցին եւ հենց այդ հողի վրա է որ բողոքականությունը ձևավորվել, հա, այդ ռեֆորմացիայի շարժում 30-ամյա պատերազմ եւ այլն։ Հետո եկել է լուսավորության դար եւ եկել է նաեւ այն ժամանակը, երբ եկեղեցին ուղղակի անջատվել է պետությունից, ընդ որում դա եղել է աշխարհիկ իշխանության պարտադրանքով ուղղակի։ Այդ հիմա մենք ինչ ունենք տարբեր ձևերով, դա թե բրիտանական սեկուլարիզմն էր, թե այդ ֆրանսիական լայսիտեն, հա, լայցիզմը կամ որը Նապոլեոնի ժամանակ ձևավորվեց եւ մինչ օրս Ֆրանսիայում այդ հանրապետության գաղափարի այսպես անկյունակարերից մեկն է։ Այլ է պարագան հայ առաքելական եկեղեցու, որովհետև Հայաստանը պետություն չի եղել եւ որոշ պետական ֆունկցիաներ եկեղեցին վերցրել է իր վրա որպես ինքնակազմակերպման մի ինստիտուտ, հա։ Դարերից եկող երկար դարերից ընդ որում, որովհետև այնքան երկար, որքան մենք չունենք պետություն։ Եվ այո, նրանք համագործակցել են այդ ժամանակվա Հայաստանի տարածքին իշխող կայսրությունների կառավարիչների հետ, ապահովելով որոշակի ավտոնոմիա հայ ժողովրդի համար եւ նաեւ հայ առաքելական եկեղեցու։ Վերջին 200 տարվա ընթացքում այդպես է կառուցվել հարաբերությունները ցարական իշխանության հետ, այս մասում արևմտյան Հայաստանում եւ Պոլսում Օսմանյան իշխանության հետ, Իրանում մի քիչ այլ ձևով, բայց շահական իշխանության հետ, հետո գալիս է Սովետը, Սովետում ի սկզբանե իշխում էին աթեիստ, մարտնչող աթեիստ բոլշևիկները, ովքեր ուղղակի արմատախիլ էին անում եկեղեցին, իսկ իներցիայով մնացած
կաթողիկոսին էլ Ստալինի հրամանով խեղտամահարեցին, այն Ստալինի, որին պարոն Աջապահյանը այդպիսի գորովանքով, ասենց երանությամբ հիշում մեջ բերում եւ մի բան էլ մատ թափ տալիս Ստալինի անունից, այդ նույն Ստալինի, այո։ 46 թվականին Ստալինն իրականացնում է ռեֆորմ ընդհանրապես կրոնի համար ողջ սովետի տարածքում։ Դա ռուս ուղղափառ քրիստոնեություններ, իսլամներ, հա, եւ այդ թվում նաեւ այո հայ առաքելական եկեղեցին։ Դրանից հետո այդ կառույցը չի փոխվել։ Այդ կառուցակարգերը եւ կանոնադրությունները գալիս են այդ ժամանակներից։ Ամփոփող, այո, պետությունից անջատ է եղել եկեղեցին, սակայն հաշվի առնելով այդ պետության տոտալիտար բնույթը, այո, բոլոր նշանակումները անցել են լոյալության ֆիլտրերով, բավականին կոշտ ֆիլտրերով եւ ծանր ֆիլտրերով, ինչը ուղղակի ըստ էության նշանակում էր ուղղակի հավաքագրում։ Եվ այդպես շարունակվեց մինչև մեր անկախության տարիներ։ Հայաստանն անկախանալուն պես եւս հռչակեց այդ սկզբունքը, որ եկեղեցին անջատ է պետությունից, բայց մենք այն ժամանակ ունեինք մի փառահեղ կաթողիկոս, որը անվերապահ հեղինակություն էր հայ ժողովրդի համար, երջանկահիշատակ Վազգեն Առաջինը, ով իր մեջ նաեւ մարմնավորում էր մեր ազգային ձգտումները, սովետի այդ համահարթեցման դաշտում ինքնություն չկորցնելու ձգտումը, մշակույթը պահելու ձգտումը, լեզուն պահելու ձգտումը, հա։ Եվ այո, պետությունից անջատ էր, սակայն նրա հեղինակությունն այնքան բարձր էր եւ նրա վաստակն այնքան մեծ, բոլորի կողմից ընդունված, որ այո, Վազգեն Առաջինը թե այն ժամանակ Գերագույն խորհրդի նիստերին էր հրավիրվում, հա, ասենք ուղերձով էր հանդես գալիս, իր խոսքը այն ժամանակվա նորանկախ պետության ներկայի եւ ապագայի մասին նշանակություն, նաեւ մի կարևոր բան, հայ առաքելական եկեղեցին անկախության համար պայքարը սկսելուն պես կանգնեց, այո, այդ կարողը դարձավ անկախ պետականության վերականգնման եւ պաշտպանեց անկախ պետությունը, անկախ պետականությունը գաղափարից սկսած մինչեւ իրականացում եկնի։ Վազգեն Առաջինից հետո Վազգեն Առաջինից հետո էլի երջանկահիշատակ Գարեգին Առաջինի կաթողիկոսության օրոք այդ ամենը իներցիայով շարունակվեց։ Այո, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ այսպես ասենք, այդ դաշնակցության կողմից արված այդ ստոր քայլը եկեղեցին կիսելու, դրա հետևանքները մեղմելու, վերացնելուն միտված մի քայլ արեց, որը չգիտեմ որքանով էր արդարացված, բայց մաղումները մի անգամային հասկանում են, այո, Անտիլիասի Մեծիտան Կիլիկիո կաթողիկոսը հրավիրվեց որպես գաղափար, որն ընդունվեց հոգևորականության կողմից, կիսեցին նրանք այդ գաղափարը։ Հերար նպատակ ուներ։ Ոնց ասեմ, այդ կոնսենսուսը կար, որ այո, դա պետք է հենց այդպես լինի։ Որից հետո գալիս է հոկտեմբերի 27-ը 99 թվականի, եւ մենք շատ ուշ հասկացանք, որ հոկտեմբերի 27-ին տեղի է ունեցել կրկնակի աղետ, գլխատվել է պետությունը, նաև այլասերվել եկեղեցին ըստ էության, որովհետև այն միտումները, որոնք սկսվեցին պետության մեջ հոկտեմբերի 27-ից հետո, այդ միտումները քիչ այլ ձևով սկսվեցին նաև եկեղեցում։ Այն է Ռուսաստանին ծառայելու, Ռուսաստանին հանձնելու եւ հանձնվելու այդ տենդենսը ուղղակի շատ մեծ թափ առավ։
Այսինքն ես ճիշտ հասկացա, որ դուք դիտարկում եք հոկտեմբերի 27-ից հետո հայ առաքելական եկեղեցին որպես Հայաստանում ռուսական ազդեցության պահպանման հենասյուն։ Այո, որպես ձախ ձեռք, աջ ձեռքը այն էր, ինչ որ տեղի էր ունենում պետության մեջ։ Ձևավորվում էր կրիմինալ դիկտատուրա, գույք պարտքի դիմաց, պետության բացառիկ ֆունկցիաների աութսորսինգի հանձնում Ռուսաստանի եւ պետությունը դարձավ այո Ռուսաստանի եւ ռուսական շահերի կցորդը։ Ըստ էության, այո Հայաստանը վերածվեց ռուսական նեոկայսերական ծրագրերի այսպես ասենք պիլոտային պրոյեկտների մի փորձադաշտի պոլիգոնի որտեղ փորձարկվում էին դրանք, որից հետո դրանք ստանում էին լայն տարածում եւ այո էնտուզիաստի դերում էին թե պետությունը, թե եկեղեցին ինչպես կյանքը ցավոք սրտի ցույց տվեց։ Նույն մուտացիան տեղի էր ունենում ռուս ուղղափառ եկեղեցու եւ այս process-ները ռուսական պետության մեջ, հա, եւ այս process-ները Հայաստանում Ռուսաստանի հետ ընթանում էին զուգահեռ կոշտ կցորդով կապած լինելով Ռուսաստանում։ Հիմա, երբ Հայաստանում տեղի ունեցավ Թավշյա հեղափոխություն, իսկ այդ Թավշյա հեղափոխությունը տեղի ունեցավ հակակրիմինալ եւ հակակոռուպցիոն կարգախոսներով, պետության այդ վերնաշենքը, որը կցորդն էր Ռուսաստանի մեջտեղից դուրս եկավ եւ հիմա միակ ինստիտուտը հասարակական, որ մնացել է դեռ անփոփոխ, դա հայ առաքելական եկեղեցին է մինչ օրս։ Եվ այս կոնֆլիկտը, որը դուք ճիշտ եք, որ սա կոնֆլիկտ է, սա հեռու է միջանձնային լինել։ Միջանձնայինը դա ուղղակի հետևանքն է այդ ամենի։ Ի վերջո, մեզ մոտ կա սահմանադրական սկզբունք, որ եկեղեցին անջատ է պետությունից։ Այն է, եկեղեցին չպետք է խառնվի քաղաքականությամբ։ Մինչև ներքին եկեղեցու անջատ լինելը դուք այստեղ տեսնում եք ըստ էության, կարող եմ ենթադրել, բխեցնել ձեր խոսքից, որ դուք տեսնում եք ռուսական, պետական եւ եկեղեցական կառույցների անուղղակի մասնակցություն այս հակամարտության մեջ։ Փոքր դատարից հետո շարունակենք, կվերադառնանք վայրկյաններ անց։ Հիշեցեմ, սա ազատ զրույց Free News-ի եթերում, ես զրուցում եմ Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մերաբյանի հետ։ Պարոն Մերաբյան, իմ առաջին հարցը վերաբերում էր պետություն եկեղեցի կամ ավելի ճիշտ պետական պաշտոնյաներ, եկեղեցական բարձրաստիճան սպասավորների հակադրությանը եւ ձեր մտքի թելը բերես հասցրեց դրա արտաքին քաղաքական համատեքստին, տարավ մինչև Ռուսաստանի Դաշնություն եւ վերջին հարցս այն էր, թե ըստ էության դուք տեսնում եք ռուսական, պետական կամ եկեղեցական կառույցների անուղղակի մասնակցություն այս հակամարտության մեջ։ Եկեղեցականը շատ անուղղակի ռուսական, բայց ակնհայտ է կապը, որովհետև մենք տեսնում ենք ինչ ցավագին ընդունեց հայ առաքելական եկեղեցու վերնախավը եւ կաթողիկոսը այն միանգամայն արժանի հայհոյանքները ռուս ուղղափառ եկեղեցու պատրիարքի հասցեին, երբ նա շքանշան հանձնեց Մեհրիբան Ալիևային։ Եկեղեցին հայ առաքելական հորդորեց չանել նման բան, քույր եկեղեցին, որ վերածվել է ռուսական ֆաշիզմի հենասյան, վերածվել է այս սերիական սպանությունները օրհնող եւ ուղղորդող եւ ուղեկցող մի կառույցի, որը խոսում է բաներ, որոնք ուղղակի հակաքրիստոնեական են եւ հակամարտկային։ Եվ ըստ էության դարձել է
Պուտինի ֆաշիստական ռեժիմի հենասյուներից մեկը։ Եվ այո, հայ առաքելական եկեղեցին իր հետևորդներին դիմելով պաշտոնապես հրապարակային կոչ է անում որևէ վատ բան թթու խոսք չասել հայրիկ Կիրիլին քույր եկեղեցու։ Այո, սա վկայում է հենց այն բանը, ինչի մասին ես ասացի, անուղղակի կա, բայց ինչ վերաբերվում է արդեն ռուսական պետությանը կցորդ լինելու, այո, Հայաստանի Հանրապետությունը պետության թիվ 2 պաշտոնյայի կողմից պաշտոնապես հայտարարեց, որ Ռուսաստանը մեր դեմ վարում է հիբրիդային պատերազմ, այն է պատերազմ առավելապես ոչ ռազմական մեթոդներով։ Եվ այո, Ռուսաստանը մեր մոտ վարում է հետախուզա դիվերսիոն գործունեություն, այդ թվում նաև ներքին սուբյեկտներին վերածելով պրոքսիների։ Այո, այդ թվում նաև հայ առաքելական եկեղեցու բարձրաստիճան խավի որոշակի, շատ որոշակի սեգմենտի միջոցով եւս եւ ոչ միայն, այլև մենք տեսնում ենք այսպիսի կուսակցություններ, այսպես կոչված լրատվամիջոցներ, այսպես կոչված քաղաքական գործիչներ եւ նաեւ այսպես կոչված այո եկեղեցականներ, որոնք բաներ են ասում, որ ուղղակի կապ չունի քրիստոնեության հետ, կապ չունի իրենց առաքելության հետ։ Թե ինչ են ասում, դրանք կգանք, բայց ըստ էության դուք խոսեցիք այս պետական պաշտոնյաներ եւ եկեղեցու բարձրաստիճան սպասավորներ հակամարտության մասին, դիտարկելով դրա արտաքին քաղաքական համատեքստը տակապելով Ռուսաստանի հետ։ Իսկ ներքաղաքական կյանքում, ներքաղաքական պայքարի դաշտում ինչ դերակատարություն ունի եկեղեցին։ Արդյոք այնինչ անում է դա քաղաքականությամբ զբաղվել է, արդյոք ընդդիմության որոշ շրջանակներ փորձում են որպես գործիք օգտագործել եկեղեցին կամ գործիքայնացնել քաղաքական պայքարում։ Ճշտենք տերմինները, քաղաքական գործունեություն։ Սա քաղաքական գործունեություն չէ, սա մասնակցություն է քաղաքական դիվերսիայի, որը կազմակերպում է Ռուսաստանը Հայաստանի դեմ օգտագործելով այսպես կոչված քաղաքական կուսակցությունների, այսպես կոչված լրատվամիջոցների եւ այո, այսպես կոչված հոգեվորականների։ Այս ամենը մեկ օրգանիզմ է։ Մեկ պարազիտ օրգանիզմ է, որը ներդրված է մեր պետության օրգանիզմի մեջ։ Սրա անունը քաղաքական պայքար չի կրկնում։ Սա հետախուզա դիվերսիոն գործունեություն է ընդդեմ Հայաստանի Հանրապետության, ինչով պետք է զբաղվի Հայաստանի Հանրապետությունը։ Մենք խոսել ենք այդ մասին, եթե չեմ սխալվում, թե ինչ տեղի ունեցավ Ռումինիայում։ Ըստ էության տեղի էր ունենում նույն բանը։ Հիմա նույն բանը տեղի է ունենում Մոլդովայում։ Ռումինիայում դրա հակաթույնը գտան։ Դա գործընկերությունն է հասարակության եւ պետության միջև։ Պետությունը հղկում է օրենսդրությունը, օգտագործում իր բռնության մոնոպոլիան լեգիտիմ եւ իր սահմանափակող ֆունկցիաները պաշտպանելու ժողովրդավարությունը, սուվերենությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը, այն ամենը, ինչը կասկածի տակ են դնում այս ազդեցության խմբերը Հայաստանում։ Պետությունից անջատ է, այդ մասին դուք էլ խոսեցիք։ Սահմանադրությամբ նաև օրենսդրությունը պետք է ինվենտարիզացիայի ենթարկվի, որպեսզի սահմանադրական այդ նորմը լավագույնս կարգավորված լինի օրենսդրությամբ։ Դա նորացման կարիք ունի եւ ով դուրս եկավ այդ օրենքի սահմաններից, օրենքը պետք է գնա նրա հետևից։ Հիմա ունենք այդ օրենսդրությունը եւ այն սահմանադրությունը, որը ունենք եւ որը գործում է, որը գործում է։ Ես իրավաբան չեմ։ Ամրագրված է, որ եկեղեցին անջատ է պետությունից։ Հիմա պետությունը իդեմս բարձրաստիճան պաշտոնյայի ասում է կուսակրոնության ուխտը խախտածը եկեղեցին պետք է պարզաբանի, արդյոք
կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը եւ երեխա ունի։ Եկեղեցու Պարսաշյան պաշտոնյան ասում է ձեզ ինչ։ Դա ձեր իրավասության ոլորտը չէ, դա կանոնակարգվում է եկեղեցու կանոնակարգերով։ Շատ բարի, ուր է կանոնակարգումը։ Բա ինչի՞ չի կանոնակարգում։ Ձեզ ինչ ասում։ Շատ լավ, ինձ ինչ, բացատրեմ ինձ ինչ։ Դրանովից դուք ձեր իսկ սահմանված կարգի խախտում եք թույլ տալիս, ընդ որում այդ կարգից բխող բարևարքություն եք խախտում, եւ դուք դառնում եք դրանով իսկ պրոբլեմային, դառնում եք թիրախ այլ օտար հատուկ ծառայությունների կողմից, որոնք ձեր այդ պրոբլեմը բարևարքության հետ կապված օգտագործում են ձեզ հավաքագրելու եւ մեր դեմ լարելու համար։ Իսկ դուք հավաքագրվում եւ լարվում եք մեր դեմ։ Իսկ սա արդեն մեր գործն է։ Եվ դրա համար պետք է օրենքը գա ձեր հետևից։ Եթե օրենքը թերի է ձեր հետևից գալու համար, այդ օրենքը պետք է ուրեմն բարելավվի, ամբողջանա, դառնա համալիր եւ դառնա գործող եւ իրավապահ մարմիններն էլ այո պետք է ըստ այդմ գործեն։ Մենք դրա փորձն էլ ունենք։ Երբ որ Ուկրաինայում սկսեցին լուծել այն հարցը, որը մենք լուծել էինք սրանից 1700 տարի առաջ, հա? Եվ եկեղեցու ռեֆորմ իրականացրեցին ընդ որում էքստրեմալ պայմաններում եւ Մոսկվայի պատրիարքությունից կախված այդ հոգևորականությանը սկսեցին լուստրացիայի ենթարկել, ինչ պարզվեց։ Պարզվեց նրանք զբաղված են տերորիստական խմբեր ստեղծելով, նրանք զբաղված են դիվերսիոն գործունեությամբ ընդդեմ Ուկրաինայի։ Դրանք դարձել են սպեցնազի բազաներ, այդ թվում նաև Դոնբասում սպանություններ են գործել կամ կազմակերպել կամ հովանավորել կամ ծածկել, քողարկել եւ այլն։ Եվ այո, արմատախիլ արեցին դա հանուն ազգային անվտանգության։ Ըստ էության, եթե այսօր մեր որոշ եկեղեցականներ որոշել են այդ դերը ստանձնել իրենց վրա, իսկ ես անուն կտամ, ով որ դա անում է, դա կաթողիկոսի եղբայր arczepiskopos Եզրասն է, որը օրհնում էր սպանությունների մի այսպես կոչված հայի Ուկրաինայում, որից հետո այդ նույն օրհնյալը այո տերորիստական գործունեության համար խումբ էր հավաքագրել եւ ուղարկել Հայաստան, որը մեր ազգային անվտանգության ծառայության կողմից ներողություն, ես բաց աղբյուրներից տեղեկատվությունն եմ շարադրում, վերաշարադրում եւ մեր ազգային անվտանգության ծառայությունն այդ խումբը չեզոքացրեց, որից հետո Մոսկվայում տեղի ունեցավ կրիմինալ ռազմորկա եւ այդ մարդասպանին, տերորիստին դրեցին պայթացրեցին ինչ որ էլիտար մի շենքի առաջին հարկում եւ դրանից հետո Եզրասի arczepiskopos-ը մեղադրեց, որ կատարվել է հանցագործություն մարդկության դեմ, հասկանում եք։ Սա շատ վտանգավոր ճանապարհավորի վրա կանգնել են որոշ հոգևորականներ եւ սա այո արդեն մեր խնդիրն է։ Այդ կուսակրոնություն բան եւ այլ ինքնին այսպես մաքուր ձևով, այո դա եկեղեցու խնդիրն է, բայց երբ այս ամենը ստանում է այսպիսի համատեքստ, այո, երբ դուք խախտում եք ձեր իսկ սահմանված կարգով պայմանավորված բարևարքությունը, դուք վերածվում եք թիրախի հատուկ ծառայությունների կողմից, որոնք թշնամաբար են վերաբերվում Հայաստանի Հանրապետությանը, ձեզ հավաքագրում եւ ծառայեցնում են մեր դեմ, մենք պետք է մեզ պաշտպանենք։ Այո, այդ թվում նաև ձեզանից, եթե դուք կանգնում եք այդ ճանապարհի վրա, որովհետև սա այն դեպքն է, երբ բարևարքությունը նաև անվտանգություն է։ Իսկ հայ առաքելական եկեղեցին գլոբալ կազմակերպություն է, որը թեմեր ունի աշխարհի 5 մայրցամաքներում եւ շատ հավանական է,
որ այդ 5 մայրցամաքներում այո գայթակղություն կա կամ կլինի որոշ երկրների հատուկ ծառայությունների կողմից ներթափանցել, ինչպես այո օգտագործելով նաև այդ բարևարկության հետ ունեցած խնդիրները առանձին եկեղեցականների մոտ եւ դա օգտագործել շանտաժի ձևով հավաքագրման համար, որից հետո այն ուղղել Հայաստանի Հանրապետության դեմ, ինչու, որովհետեւ այո Սուրբ Էջմիածինը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում եւ վարչապետին կարելի է սիրել, չսիրել, լինել կողմ, լինել դեմ, վերաբերվել ինչ ձև ուզեք, բայց ասում եմ մի բան, որ կաթողիկոսի ընտրության հարցում, այո, Հայաստանի Հանրապետությունը պետք է ունենա վճռորոշ դերակատարություն, բարևարկության մասով, այո, որովհետև դա ազգային անվտանգության հարց է։ Հիմա այս ստեղծված իրավիճակի լուծումը ո՞րն է։ Կառուցողական երկխոսություն, պետության եկեղեցու պետության եւ եկեղեցու ներկայացուցիչների միջև թե ձեր ասած օրենսդրական փոփոխություններ ընդհանուր միջև սահմանադրական փոփոխություններ եւ ռեֆորմներ եւ այո եկեղեցին իր ներսում պետք է իր խնդիրներով սկսի զբաղվել քաղաքականությունից դուրս գալով պետությունը պետք է իր իսկ կողմից սահմանված օրենքը եկեղեցու անջատ լինելու մասին գնա այդ օրենքի հետևից բոլոր նրանց հասցեով ովքեր քիթները խոթել են քաղաքականության մեջ կամ սառեցված թրև են գալիս քուչեքը ավել պակաս դուրս տալով եւ այլն այո պետք է բոլորը լինեն իրենց ֆունկցիաների մեջ նախ հետո եկեղեցին ինքն իր բարևարկությունը ստուգ ի վերջո պարոն Կիրակոսյան եկեղեցին հոգեվորականները չեն եկեղեցին մենք ենք հունարեն եկեղեցի էկլեսիա նշանակում է ժողով մենք ենք եկեղեցին, հոգևորականները սպասավորներն են եկեղեցու։ Եվ երկրորդը պետություն, մենք ենք պետությունը, իշխանությունը մեր կողմից ընտրված, մեր կողմից վարձված, մեր կողմից վարձատրվող կոնկրետ ժամանակով պետության սպասավորներն են։ Այո, մենք եւ պետությունն ենք եւ եկեղեցին ենք, այս հարցերը, այո, մենք իրավունք ունենք դնելու։ Մեկ հարցելու ավարտենք, որքանով է իրատեսական, որքանով է հավանական կամ ըստ ձեզ որքանով է հնարավոր, որ երկու կողմերը գնան իմ ասած այդ կառուցողական երկխոսությանը եւ այդ կերպ հարթվի հարաբերությունները, հաշվի առնելով հրապարակային կոշտ հայտարարությունները, որ վարչապետն ասում է պետք է Էջմիածինը պարզաբանում տա, Էջմիածինն ասում է դա ձեր ինչ խնդիրն է, վարչապետն ասում է ինչպես մեր ինչ խնդիրն է, դա մեր հոգուտունն է եւ դուք այդ բարևարկությանը խախտելով մեր հոգուտունն եք ավերում եւ այլն եւ հոգեվոր գերագույն խորհուրդն էլ հայտարարում է եւ կոչ է անում իրավասու պետական մարմիններին կասեցնել վարչապետի այս անօրինական անհեռատես քաղաքականությունը, ասում են հարկ չկա եկեղեցին ներքաշելու արհեստական օրակարգերի մեջ եւ մղելու հակադարձման գործողությունների։ Մենք այսպես մասնակի խոսեցինք թե ինչ պետք է արվի, բայց եկեղեցու այս վերնախավի պարագայում ես այդ ներուժը չեմ տեսնում, ցանկությունն էլ չեմ տեսնում որևէ բան փոխելու։ Իրենք իրենց կոմֆորտի դաշտից 7 տարի է դուրս են եկել եւ իրենց շատ վատ են զգում։ Իրենք ուզում են 5 կարգերի ռեստավրացիա, իրենք համաձայն են նույնիսկ պետության լիկվիդացիայի հետ, իրենք են ասում Բառաց մի քանի հոգևորական ասում են չէ։ Այո, նրանք նաև պատրաստ են գնալ գործակցելու մեր պետության թշնամի պետության հետ, Ռուսաստանի, որը թշնամի է նրանով, որ այո, մեր պետությունը համարում է լիկվիդացիայի ենթակա եւ իր կազմի մեջ մտնելու։ Այո, սա նշանակում է, որ եկեղեցու վերնախավը վերածվել է ազգային անվտանգության սպառնալիքի
Եվ այո, խոսակցություն կարող է գնալ այդ սպառնալիքը չեզոքացնելու շուրջ։ Այո, նաև երկխոսությամբ, որ հոգևոր հայրերը իրենց հաշիվ տան, ինչ ճանապարհի վրա են իրենք կանգնել, ինչ մեղքի տակ են իրենք մտնում։ Այդ թվում նաև հայ առաքելական եկեղեցու հետևորդների նկատմամբ, որից մեկն էլ ես եմ, համարում եմ ինձ եւ համարելու եմ անկախ ամեն ինչից։ Հետևաբար ասացի վերջինը, բայց մեկ հարցեր, այս ամեն ինչը ինչ ազդեցություն է ունենում եւ պետական ինստիտուտների եւ եկեղեցու հեղինակության հանրային վստահության վրա։ Շատ վատ ազդեցություն է արդեն իսկ ունեցել, ավելի շատ եկեղեցու համար, որովհետեւ այո, այսպիսի եկեղեցով հանրության հոգևոր պահանջները մնում են չբավարարված, այսպես ասենք։ Մարդկանց մոտ այն զգացումը կա եւ դրա մասին եւս ասվում է, որ դուք եք սահմանել, որ դուք պետք է լինեք կուսակրոն ինչ որ մակարդակից սկսած եւ դուք եք խախտել։ Հիմա դուք գալիս եք, երեխա եք կնքում, չգիտեմ, ամուսնացնում եք, մարդկանց հրաժեշտի, ասենք, հոգեհանգիստ եք մատուցում եւ այլն, ու դուք մեզ խաբում եք, փաստորեն։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին, սա Ազատ զրույցներ Free News-ի եթերում, ես զրուցում էի Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ, կհանդիպենք։